մենք նախագծի շուրջ աշխատում ենք արդեն շուրջ 2 տարի եւ բավականին մեծ ճանապարհ ենք անցել, մասնավորապես գլխավոր հատակագծի հետ կապված աշխատանքները վերջնականացվում են, մենք ունենք նաև առանձին արդյունքներ շարժունության, տրանսպորտային նախագծի մասով, քաղաքաշինական համապատասխան վերլուծություններն են արված, ամեն ինչ պատրաստ է, որպեսզի մենք սկսենք իրականացումը եւ մեր գործընկերների հետ միասին հստակեցված է նաև իրականացման ռազմավարությունը։ Այնպես որ այո, առաջին փուլում նախատեսվածը մինչև 2030 թվականը իրականացնելը ես իրատեսական եմ համարում։ Ուզում եմ հիշեցնել, որ առաջին փուլի համար նախատեսված է, որ տեխնոլոգիական հումքը կլինի ակադեմիական քաղաքում։ Մենք ունենանք շուրջ 3600 ուսանողների եւ ակադեմիական աշխատակազմի համար նախատեսված կացարաններ եւ այլ անհրաժեշտ ենթակառուցվածքները, որպեսզի ուրեմն քաղաքը սկսի գործել եւ մնացածը արդեն հետագա փուլերի ժամանակ կամբողջացվի։ Նախագծում հիշեցիք, որ Հայաստանը պետական բյուջեով կրթության հատկացվող հումանների տարբերություն այլ երկրների բարբերաբար աճում են։ Այս մեգա նախագիծը նախնական հաշվարկով գիտեմ, որ այս պահին դժվար է ասել, բայց ինչ կարժեն է։ Մենք ունենք իհարկե նախնական հաշվարկներ, բայց ես կուզեի այս պահին ձեռնպահ մնալ լրացուցիչ այդ թվերը հնչեցնելուց, որոնք կարող եք տեսնել միջնաժամկետ ծախսային ծրագրում, որովհետև հենց այս փուլում մենք գտնվում ենք ֆինանսական եւ ներդրումային պլանի մշակման ընթացքում, աշխատում ենք հեղինակավոր խորհրդատվական կազմակերպության հետ եւ առաջիկա 1-2 ամսվա մեջ կունենանք ամբողջական թե ֆինանսական հաշվարկը եւ թե ներդրումային պլանը, ինչը նշանակում է, որ մենք պլանավորում ենք իհարկե, որ այս մեծածավալ ծրագիրը ոչ միայն պետական բյուջեի միջոցներով պետք է իրականացվի, այլ մենք պետք է ունենանք ներդրումային համապատասխան միջավայր եւ տարբեր բաղադրիչներով ներգրավենք գործընկերների։ Պետք է ասեմ, որ արդեն իսկ շատ մեծ հետաքրքրություն կա, օրինակ ազգային ստադիոնի մասով կա առանձին ներդրումային ուրեմն առաջարկ եւ մենք այժմ դա քննարկում ենք։ Այդպիսի առաջարկներ եւ հետաքրքրվածություններ առկա են նաեւ մյուս բաղադրիչներով, այնպես որ կարծում եմ, որ այստեղ առաջիկայում մենք ունենանք նաեւ առանձին հենց ներդրումային աշխատաժողովներ, որտեղ կներգրավենք մասնավոր ոլորտի, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ծրագրի հետագա ֆինանսավորումը ապահովել։